Անկարգություններ, կրակոցներ, թեժ են եղել մայիսի 1-յան երթերը աշխարհի տարբեր քաղաքներում։ Փարիզում արմիության աշխատողների և ոստիկանության դաժան բախումներ են եղել։ Փարիզի որոշ հատվածներում լսվել են կրակոցներ։ Դիմակավորված անձինք առարկաներ են նետել, վնասել խանութների ցուցափեղկեր, բանկոմատներ։ Չնայած մայիսի 1-յան ցույցերը սովորական են ամբողջ Եվրոպայում, Փարիզում այս տարի դրանք լարված են եղել։ Ավելի շատ մարդիկ են դժգոհ Ֆրանսիայում տնտեսական և քաղաքական վիճակից։ Բրյուսելում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայիսի 1-յան երթը ցրելու համար։ Ցուցարարները Բրյուսելի փողոցներում ոստիկանների վրա առարկաներ են շպրտել, խարույկներ վառել, վանկարկել «Եկեք հեղափոխություն անենք ֆաշիզմի դեմ»։ Ֆրանկֆուրտի ակտիվիստները սոցիալիզմ են պահանջում, կարծում են Գերմանիայում տնտեսական խնդիրների միակ լուծումը սոցիալական արդարությունն է։ Բրազիլիայում թեև կառավարությանն ուղղված քննադատությունների պակաս չկա, ցուցարարներն անցել են խաղաղ, բախումներ չեն եղել։ Մարդիկ պահանջել են բարձրացնել աշխատավարձերը և կրճատել աշխատանքային ժամերը, շաբաթական 44 ժամից դարձնել 36 ժամ։ Համակարգը զայրացնում է հասարակությանը։ Բրազիլիան այսօր այլընտրանքներ չի առաջարկում բանվոր դասակարգի համար։ Մայիսի 1-յան ցույցերը ուրախ են անցել Նիգերիայում։ Մայրաքաղաք Աբուջայի կենտրոնում են հավաքվել քաղաքացիները, տոնելու, որ աշխատանք ունեն։ Մարիամ Ամիրչանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։